Որպեսզի այդ խնդիրները ես կարողանայի հարթեի, ուղղակի ստիպված եղա դիմել օրենքին, որպեսզի այդ բանսարկումները ուղղակի իրենք պատասխան տային իրենց ասածների համար։ Եղան այնպիսի դեպքեր, երբ այսպես համատարած բնույթ էր կրում, պարբերաբար իմ շրջապատում նշում էին, որ տարբեր անձիկ նշում են, որ կանխատեսումներ են գողացել, որ ինչ-որ վայրերում այսպիսի գրառումներ են կատարում, հնարավոր էր իմ անունից էին գրում, բայց որպեսզի ես կարողանամ այդ ստուգ տեղեկություն ստանալ եւ հերքել այդ լուրերը իմ մասին, ես դիմեցի օրենքին։ Եվ եղան դեպքեր, որ այդ խոսակցությունները անող անձիկ այնպես էր եղել, որ իմ մտերիմները ուղղակի ծանոթ են եղել նրանց հետ եւ նաեւ ինձ հետ։ Այդպիսի մի դեպք էր եղել, երբ իմ մասին հերթական բամբասանքներ հնչել եթերներից մեկում, իմ ընդհանուր ծանոթը զանգել է տվյալ անձնավորությանը, որ ինչու ես խաղում Գայանեի անվան հետ, եթե մարդկանց առջև պատասխան չտաս, Աստծո առաջ պատասխան ես տալու, մի խաղա Գայանեի անվան հետ եւ մի խառնվիր այդ բանդային, որը գործում է Գայանեի դեմ։ Եվ գիտեք ինչ էր եղել, տվյալ անձնավորությունը ուղղակի ջնջել էր այդ հաղորդումը։ Այդպես մենք եկանք ընդհանուր հայտարարի եւ ես կատարեցի իմ կարմիկ պարտքը, ես գնացի ուղղակի համերաշխության այդ անձի հետ, որը նաեւ գործընկեր էր հանդիսանում, բայց որոշները օգտվելով առիթից այդ ամենը տարածում են եւ հիմա էլ տարածում են եւ ես ստիպված դիմեցի օրենքի ուժին եւ այդ վիդեոյի բնօրինակը ջնջվեց, չնայած այդ փաստաբանական խումբը այդ ամենը կրիչների դիսկերի վրա ուներ ձայնագրած։ Դատարանը իմ կողմից ներկայացված հայցը համարեց անհիմն, քանի որ այդ բնօրինակը այլևս գոյություն չուներ համացանցում եւ հակառակ կողմը լուրեր տարածեց, իբր դատը շահել է։ Ահա սիրելիներս, դատարանի որոշումն եմ ներկայացնում ձեզ։ Եվ ահա, սիրելի հայրենակիցներ, դուք կարող եք այդ ամենը ստուգել, եթե ինչ-որ մեկը նշի, որ ինքը դատը շահել է, ապա իմացեք, որ հաստատ ստում է։ Մտնում եք Dataalex.am կայքը, հայցվոր բաժնում նշում եք իմ անունը, իսկ պատասխանող բաժնում նշում եք այն անձի անունը, ով կասի, ով կհայտարարի, թե իբր դատը շահել է։ Եվ ահա ակտերի բաժնում մենք որոնել եւ ակտերի բաժնում, եթե շատ փորփրեք, այնտեղ հեշտությամբ կգտնեք։ Եվ ահա այնտեղ պատասխանը դրված է, որ ոչ ոք դատը չի շահել։ Եվ հակառակորդ կողմը, որը հակընդդեմ հայցով հանդես է եկել իմ դեմ, նրա հայցը կրկին մերժվել է անհիմն լինելու պատճառով։